Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալում Արմոյի հեռանալուց հետո Սաքոն մտնում է Նարեի սենյակ, ծանր լարված հայացքով։ Նրա մտքում բազմաթիվ հարցեր են պտտվում, բայց այս պահին նրան հետաքրքրում է մեկ բան՝ ժամացույցը։ Նա Նարեից պահանջում է բացատրել, թե որտեղ է հայն։ Նարեն շփոթված է, չի հասկանում, ինչի մասին է խոսքը։ Սաքոն սկզբում չի հավատում դստերը, կարծելով, թե նա մի բան է թաքցնում, բայց Նարեին հաջողվում է համոզել հորը, որ իր հետ կապ չունի։ Այդ խոսակցության ավարտից հետո Սաքոն ընկնում է խոր մտածմունքի մեջ։ Նա փորձում է հասկանալ, թե ով կարող էր վերցնել ժամացույցը։ Երբ հիշում է, որ առավոտյան Արմոն էր եկել Նարեի հետևից, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Նա հասկանում է, որ հենց Արմոն է տարել ժամացույցը եւ այս քայլով ոչ միայն անցել է բոլոր սահմանները, այլև բացահայտել է իր իրական կեղտոտ դեմքը։ Սաքոն երկար մտածելուց հետո որոշում է, որ այլևս չի կարող զոհաբերել իր դստերը։ Նա հասկանում է, որ վերջապես պետք է կանգ առնել։ Առավոտյան նախաճաշի ժամանակ Սաքոն հավաքում է բոլորին՝ Անիկին, Վրամին եւ Նարեին։ Բոլորը զգում են, որ նա պատրաստվում է կարևոր հայտարարություն անել։ Եվ իսկապես, նա հանգիստ, բայց հստակ ձայնով ասում է, որ Արմոն այլևս չի գա իրենց տուն, որովհետև Նարեի եւ Արմոյի միջև ամեն ինչ ավարտված է։ Տանը տիրում է լռություն։ Անիկն ու Վրամը զարմացած են, իսկ Նարեն ներքուստ զգում է աննկարագրելի թեթևություն։ Հավանաբար առաջին անգամ երկար ժամանակ անց նա շնչում է ազատ։ Սակայն Արմոն այդպես հեշտությամբ չի հանձնվում։ Առավոտյան նա գալիս է Սաքոյի գրասենյակ, փորձելով համոզել նրան, որ իրեն եւս մեկ հնարավորություն տա։ Սաքոն մնում է իր որոշման մեջ եւ զայրացած ասում է, որ որոշումը վերջնական է եւ չի փոխվելու։ Արմոն հասկանում է, որ այլևս ոչ մի կերպ չի կարող վերահսկել իրավիճակը եւ դիմում է իր վերջին, ամենավտանգավոր միջոցին։ Նա գնում է Նարեի աշխատանքի վայր եւ լսեցնում ձայնագրություն, որտեղ հստակ հնչում է. Սաքոն է սպանել Աշոտին։ Նարեի համար աշխարհը կանգ է առնում։ Արմոն հասկացնում է, որ եթե Նարեն դադարեցնի շփվել իր հետ, ապա ձայնագրությունը կհայտնվի ոստիկանությունում։ Նարեն սարսափած հասկանում է, որ կրկին խճճվում են նույն թակարդում, որից հազիվ էր ազատվել։ Նա ստիպված է շարունակի հանդիպել Արմոյի հետ, սեփական հոր ազատությունը պաշտպանելու համար։ Այդ ընթացքում Սոնան իր մտահոգությունը կիսում է Հայկի հետ, ասում է, որ վերջին օրերին զգում է, թե ինչ-որ մեկը հետևում է իրեն։ Հայկը մտահոգվում է, հասկանալով, որ սա կարող է լուրջ բան նշանակել, բայց դեռ որոշում է չասել քեռուն, որպեսզի չստեղծի ավելորդ խուճապ։ Մի քանի ժամ անց Սոնայի տանն է Վրամը, եկել է շնորհավորելու նրան ծննդյան օրվան առթիվ։ Նրանք նստում, զրուցում, ծծաղում եւ մի պահ ամեն ինչ թվում է խաղաղ ու պարզ, բայց հենց այդ պահին դրսում կանգնած մարդասպանը բարձրացնում է ատրճանակը ուղղելով այն Սոնայի վրա։ Տանից դուրս է գալիս Սոնայի հայրը քերին, գոռնում է դստերանունը փորձելով ուշադրությունը շեղել եւ փրկել նրան, սակայն կրակոց արդեն հնչում է։ Վրամը արձագանքելով ակնանթարյա հթում է Սոնան մի կողմ, փրկելով նրա կյանքը։ Փամփուցը դիմում Վրամին։ Նա ընկնում է, ծանր վիրավորված։ Արյունատ ձեռքով փորձում է կանգուն մնալ, բայց ուժը լքում է նրան։ Այս պահից սկսած Սոնայի հայրը կփոխի իր վերաբերմունքը Վրամի հանդեպ։ Հարգելի հետևորդներ, արդյոք Վրամը կմահանա։ Գրեք մեկնաբանություն։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել իմ ոդկատեղը, ես չափեցի եւ իմ հայրամենքի սարսափելի տիպ 81 սանտիմետր 81 սանտիմետրը իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Դիմակացեք ինչ եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակը։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն նախարարի հայտնենք թերթը Եմին TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար
եւ մեր ամուսնական զույգի այս երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Նկարում։ Ահա բան ստացել, բայց